Երեխաներին սիրել եւ երեխաներին բաց թողնել։ Այս մի թեմա է, որի մասին շատ կարևոր է մի քիչ մտածելը։ Մենք սիրում ենք մեր երեխաներին, ամեն ինչ անում ենք իրանց համար, ամեն ինչի պատրաստ ենք անում իրանց, բայց շատ կարևոր մի հատ պահ կա, երբ որ մենք պետք է հասկանանք, թե երբ բանից սկսած պետք է մեր երեխաներին բաց թողնենք։ Ինչ է նշանակում իրանց բաց թողնել։ Այդ նշանակում է, որ մենք ինչ-որ մի պահից սկսում ենք հասկանալ, եթե իհարկե ծնված օրվանից չենք հասկացել, որ երեխան իհարկե մերն է, մեր երեխան է, մենք ենք իրան դաստիարակում, մենք ենք իրան մարդ դարձնում, բայց ինքը մենք չենք։ Ինքը առանձին անհատականություն է։ Ինքը պետքա դառնա ինչ-որ մեկով, որ միգուցե այնքան էլ մեզ նման չի։ Ինքը միգուցեև սկսի ինչ-որ բաներ սիրել, որոնք մենք չենք սիրել, կամ ընդհակառակը չսիրի այն, ինչ որ մենք ենք սիրել, ու միշտ մտածել ենք, որ այդ է արժանի սիրո կամ կարևորելու։ Իրական չկա տարիք, երբ որ մենք կարող ենք արդեն իմանալ, որ այս տարիքից սկսած երեխային պետք է բաց թողնել։ Երեխան ինքը, հաշվի առնելով իր անհատականությունը, կսկսի մեզանից պահանջել իրեն բաց թողնել։ Իհարկե դրա առաջին նշանները սկսվում են բավականին փոքր տարիքում, 2-3, եւ իրենց ինքնուրույնության ձեռքբերումը սկսվում է այն ամենատարրական բաներից, օրինակ հագուստ ընտրելուց, օրինակ սնունդ ընտրելուց։ Խոսքը չի գնում նրա մասին, որ եթե երեխան ուզում է ամբողջ օրը ֆրի ուտի, մենք դա նրան պետքա թույլ տանք, բայց գոնե մեր ընտրած օգտակար սնունդի մեջ տալ իրան ընտրելու հնարավորություն, մեր ընտրած եւ մեր գնած հագուստի մեջ տալ իրան հնարավորություն ընտրելու, թե այսօր կոնկրետ որը նա հագնի։ Շատ ծնողներ, երբ երեխա են ունենում, իրենց կյանքում ցանկացած բան սահմանափակում են եւ իրենց բոլոր հետաքրքրությունները, իրենց ամբողջ առօրյան նվիրում են երեխային։ Իհարկե շատերիս համար դա բնական է, նորմալ է, որտեղ երբ երեխա ես ունենում, մտածում ես, որ հիմա ամեն ինչ պետք է իր համար անես, բայց երեխայի ինքնուրույնությունն ու անհատականությունը ընտրելը ու գիտակցելը ու ընդունելը մեզ հնարավորություն է տալու նաև, որ մենք հասկանանք մեր անհատականությունը։ Այսինքն երեխա ունենալուց հետո մենք չենք կորում, չենք վերանում եւ պետքա ունենանք մեր անձնական հետաքրքրությունները, մեր անձնական զբաղմունքը։ Հակառակ դեպքում ուղղակի գալու է մի օր, երբ որ երեխան ինչքան էլ որ մենք պայքարենք, ինչքան էլ որ փորձենք իրան մեզանից կապված պահել, նա գնալու անպայման չի, որ հեռանա ձեզանից, կարա նույն տանն էլ մնա, բայց արդեն նա չի լինելու այն երեխան, որը ամբողջ իր օրը կապելու է ձեր հետ։ Եվ ինչ է ստացվելու, որ մենք մնացինք միայնակ եւ մենք մնացինք դատարկ, որովհետեւ մեր կյանքի ամբողջ իմաստը մենք դրել ենք երեխայի մեջ, իսկ հիմա նա ինչ որ տարիքում, չնայած մենք չէինք պլանավորում, բայց հեռացել է։ Ու այդ դատարկության հետ լավ կլինի, որ մենք ոչ թե երբ որ բախվենք, նոր սկսենք լցնել, այլ շատ կարևոր է, որ մենք ի սկզբանե ունենանք լցված կյանք, հետաքրքրություններ, զբաղմունքներ, մեր անհատականությունը պահպանելով երեխային մեծացնենք, որ նախ երեխայի համար մենք հետաքրքիր լինենք եւ նա միշտ ունենա մեզանից սովորելու բան, բայց երկրորդ իմանալով են, որ երեխան միևնույն է մի օր հեռանալու է, միևնույն է մի օր դուք իրեն բաց եք թողնելու, ինչի հետ եք դուք մնալու։ Եթե դուք առաջին անգամ մտածեցիք այս հարցի մասին, փորձեմ ձեզ մի փոքր օգնել։ Եթե դուք չեք հասկանում, թե երեխայի անհատականությունը դուք ոնց պետք է ընդունեք ու ճանաչեք, դրա համար ընդհանրապես պետք է մեկ-մեկ լսել երեխային, լսել իր ցանկությունները։ Եթե ծնված օրվանից դուք որոշել եք իր փոխարեն, թե նա որ մանկապարտեզ պետք է գնա, որ դպրոց պետք է գնա, որ երաժշտական գործիքը նա պետք է նախընտրի եւ սովորի, տարական օրինակ, ենթադրենք երեխան ուզում է գնա դաշնամուրի, իսկ դուք միշտ երազել եք, որ ձեր երեխան ջութակ նվագի։ Այստեղ անհատականության ճնշման մեծ ռիսկեր կան։ Եթե դուք ի վերջո երեխային անգամ համոզեք եւ ձեզ թվա, որ նա ուրախությամբ սկսեց գնալ ջութակի, իսկ 1 տարի հետո չգիտես ինչի էլ չի սիրում, ուրեմն դուք այստեղ սխալվել եք ու դուք ճնշել եք նրա ցանկությունը, նրա անհատականությունը, որտեղ հաշվի չեք առել իր ցանկությունը։ Նույն ձևով մենք անում ենք շատ տարբեր իրավիճակներում, օրինակ խաղերի մեջ, օրինակ այն ընկերների հետ կապված, որոնց նա ընտրում է, սկզբում սահմանափակելով երեխայի դուրս գնալը միգուցեև, հետո սահմանափակելով երեխայի ընկերներ տուն բերելը, բայց դրա միակ նպատակն է, որ դուք որոշեք, թե ինքը ում հետ շփվի, ում հետ ինչ ժամանակ անցկացնի եւ ինչ խաղեր խաղա։ Հիմա թվում է, թե շատ բարձ օրինակներ են վերում, բայց այս ամեն ինչից է սկսվում հենց երեխայի անհատականության ճնշումը։ Վաղը մյուսօր դուք կորոշեք նրա փոխարեն, թե ինչ մասնագիտություն նա պետքա ձեռք բերի, վաղը մյուսօր կսկսվեն պարտավորեցնող արտահայտություններ եւ խոսակցություններ նրա հետ կապված, որ վայ մաման կմեռնի առանց քեզ, մաման չի կարող ապրի առանց քեզ,
Ու շատ երիտասարդներ ես նկատել եմ, որ անգամ երբ որ նախընտրում են ծնողների հետ մնալ նույն տանը եւ շարունակել ապրել, իրենք կարծես թե ներկայացնում են իրենց ցանկությունը, բայց շատ դժվար է հասկանալ այդ ցանկությունը ի վերջո երեխային էր, թե տարբեր տեսակի պարտականություններ իր վրա դնելով մենք այդ ցանկությունը արհեստականորեն առաջացրել ենք։ Գիտեմ, որ իհարկե շատ դժվար է ու շատ էլ վախենալու է, բայց շատ կարևոր է, որ երեխան պոկվի մեզանից։ Մեկ երեխայի համար է կարևոր, որովհետև միայն պոկվելով, ինքնուրույնանալով նա սովորելու է ինքնահաստատվել կյանքում, ռեալիզացվել եւ կայանալ որպես անձ։ Մյուս բանը, որ կարևոր է, երբ երեխան արդեն կսկսի պոկվել ձեզանից եւ դուք դա նրան թույլ կտաք, դուք կսկսեք կամաց լցնել ձեր դատարկությունը, գտնել կյանքում ձեր հետաքրքրությունները, որ մի օր, երբ որ վերջապես այդ հեռացումը տեղի ունենա, եւ երեխան լինի ինքնահաստատված եւ բավարարված, եւ մենք լինենք ինքնահաստատված եւ բավարարված։